երկուս, երեկը չորս, Ես բարեն 14 Ամուշկա չեն դերել Շադը Անշուշտ շատ տագնապալից էր և շատ հուզիչ էր, տադասանատու էր, շատ կանտարիների բացակայությունից հետո շատ հուզված էի, անշուշտ, շատ հուզված էի, բայց եկերեք նվագելու համար բերում ենք, ստիպած պետք է նվագել, չէի կարող գնալ, ամեն ինչ կարող է պատահել, և հուզվածության ժամանակ, ով էր որ լինի, ամեն ինչ կարող է պատահել։ Այդ հանրակները, որ կազմակերպվեց, երբ առաջին անգամ Ժանը եկավ Երևան, դա Ժանի անկեղծ ցանկությունն էր, որ այդ հանրակների ամբողջ հասույթը տրվեր երկրաշարժի ֆոնդին, հատկապես Լենինականին, անտուն մարդկանց օգնության տարվա բացակայությունից հետո Ժանի բեմ դուրս գալը ճանաչելով իրեն, որ ինքն պետք է կարող հուզվի, որտեղ գիտեմ ժողովուրդն ինչպես է ընդունում նրան, ես վախեցա, որովհետև հուզվածքն գիտեք, ահավոր բան է բեմի վրա, երբ դող է ամբողջ մարմինը դողում է, ամենալ դու կարողանաս նվագես։ Իմ հուզմունքս առնչված էր այդ Ժանի երկար տարիների բացակայության և նրա բեմում գտնվելու, ժողովուրդը ընդունելու և վախենում է, որ այդ հուզումը հանած կխանգարի Ժանին։ Ամենայն դեպս մենք վստահ ենք, որ Ժանը շատ ամուր հողի վրա է և պետք է որ այդ ամրությունը փոխանցվի իր նվագին և հուզմունքը ամբողջությամբ վերածվի գեղեցիկ երաժշտության։ Իմ սիրած գործով, համերգներ են տալիս, դասավանդում եմ Մարսելի կոնսերվատորիայում, Զինո Ֆրանցիսկատի և Մարսելի կոնսերվատորիայի տնօրենի Պիեր Բարբիզեի հրավերով սկսեցի աշխատել։ Նորմալ է, նորմալ է։ Երբ որ նա զբաղվում է սիրած գործով, արդեն երջանկություն է։ Կյանք այդպես դասավորվեց, որ Երևանից գնացի, իհարկե մեծ տխրությամբ, անշուշտ շատ տխուր է, մի քանի հանգամանքներ են, և քաղաքական հանգամանքներ ինձ շատ բաներ էր խանգարում, և իմ հայրենիքում է ապրում, և որոշ դեպքերում որոշ օտարություն է զգում, ոչ թե ժողովրդի կողմից, այլ ժողովուրդը գտնվում է ղեկավարների ձեռքի մեջ։ Որ ամեն ինչ սահմանափակված էր, ամեն ինչ չափված էր, դժվարություններով, ամեն ինչ ռայկոմներով, կենկոմներով, զանգերով և այլն։ Սա այդ ժամանակաշրջանի մեծ բացական կողմն է։ Միակ պատճառը դա էր։ Ոչ մի ցանկություն չկար հայրենիքից գնալու, բայց այդ կյանքը այդպես դասավորվեց, դա հիվանդակին բան չդառնա, որ երբ մեկը հեռանում է որևէ երկրից, ինչպես բոլոր նորմալ երկրներում, համարում է բնականն, կարող է մի տարուց հետո վերադառնալ ըստ իր գործերի, ըստ իր
ընտանեկան մի սեփական գործերի։ Առաջարկություն եղավ Երևանում նվագելու, ասում ամենը մեծ երազանքս է, ես չունեմ զգում Հայաստանից մեկնել եմ, իհարկե ես շատ եմ ուզում Երևանում նվագել, ու հիմա իմ մեջ այդ հանգստությունը կա, Ժանը գուցե ֆիզիկապես ապրում է Մարսելում, որ ի վերջո իր ծննդավայրն է, բայց ես համոզված եմ, որ ինքը 100%-ից ավել իբրև հայ է ապրում։ Ես կարծում եմ, այնպիսի մի բնավորության տեր, ինչպեսին Ժանն է, ամենտեղ կարող է ինչպես են այնտեղ վերաբերում Ժանին։ Եվ պիտի ասում, որ նույն սեր, ինչպես Երևանում են նրանց սիրում, այնպես են այնտեղ հատկապես աշակերտները։ Նրանք ուրիշ իրեն հանդեպ առանձնահատուկ ակնազանք ունեն, եւ բարության, իր վերաբերմունքի, եւ աշակերտների հետ տարաբելու ձևի։ Ձայնագրություն Արամ Խաչատուրյանի կոնցերտի, ես շատ եմ ուզում, որ և նաև ունենանք Բրամսի ձայնագրություն։ Եթե այս անգամ Բրամս կոնցերտը Սանտա Բարբարայում, օրքեստրի ղեկավարը հայ է, Վարուժան Կոջյան, եթե այնտեղ կարողացանք լավ ձայնագրություն անել, ես երազում եմ իրականացնել, որ մենք ընկերներս գոնե մեր միջավայրում բոլոր ժանապաշտները, եթե կարող եմ կարելի ասել, ունենան այդ ձայնագրությունը։ Եվ 65 թվականի Ժան այդպիսի մի հայլուն համերգ տվեց Բոստոնի օրքեստրի հետ և Ժանին այդ ձայնագրությունը, որ բերել եմ և լսել եմ տվել, ինքը չզգաց, որ այդ կատարում իրենն է։ Միակ խոսքը, որ լսել եմ, ոնց որ վատ չսկսեց, այսքան պահանջկոտ էր իր հանդեպ։ Եվ Կոջյանը կատարեց իր խոսքը, նա պայմանագիր ուղարկեց, պայմանագիրի մեջ նշված էր, որ խնդրում ենք հայդագրերի համար ձեր լուսանկար ուղարկեք։ Անցավ մեկ տարի, նայ Ժան, ախր համերգ է, ամերիկան համերգ է, սա կատակ չի, պետք կնկարվեմ և այլն, հեռախոսով խոսեց, ասի ինչ եղավ, գնա նկարել ուղարկի, կուղարկեմ։ Մի 15 առաջներից խոսեցին, ասի Ժան լուսանկար ուղարկել ես Ամերիկա, դες համերգ առանց լուսանկարել կլինի, քեզ Ժանը։ Հիմա ես գնում եմ, ես ինքս եմ տանում այդ լուսանկարի մահեդը, շատ ուշացումով։ Յուտակ նվագել, հայրիկը սովորեցրեց, շատ պարտական եմ իրեն, որովհետև միշտ էլ ամբողջ կյանքը ինչքան ապրել են այն հետևել է խորհուրդներ է տվել։ Հետո երբ որ Երևանի կանք, ընդունեցի Կապսավելիչի Դոմբայևի դասարանում։ Կապսավելիչը շատ մեծ աշխատանք տարավ, ես նրան պարտական եմ և շատ շնորհակալ եմ, ամորանալի է։ Հետո գնացի Մոսկվա, Դավիդ Օստրախիմով և այսպիսով ճակերտավոր ավարտվեց ուսումս
դասադուների իմաստով միշտ է սովորում ենք մինչև կյանքի վերջ մարդ միշտ սովորում է, որ ասպարեզ է որ լինի։ Ժանի մեջ մի գեղեցիկ խենթություն կա, կամ ինքը մի խենթությունների կուտակում է իրենից ներկայացնում, ես դա չեմ կարող ժխտել, որտեղ նա կյանքի մարդ է, կյանքը սիրով մարդ է։ Նա մոտ ապրում է այդ երկու մարդը։ Նա որ ջութակը վերցրեց իր ձեռքը, նա դարձավ ուրիշ մարդ։ Որտեղ ինքը արդեն իր վերջությամբ միանգամից անջատվում է ամեն ինչից և մտնում է ուրիշ աշխարհ։ Բայց բավական է ջութակը դրեց, նա դառնում է կյանքի մարդ։ Սիրում է խաղը, սիրում է հումորը, սիրում է կյանքի բազմազանություններ։ Ժանը, ասում եմ, նա բացահայտ անձնավորություն չէ, խոսքով նա երբեք չի ասում, բայց երբ նրա գործերը կշերքի ես դնում և գործն ու գործից ուզում ես պատասխանը ստանալ, տեսնես, որ Ժանը շատ խոր հայրենասեր անձնավորություն է։ Եվ չկա հայկական մի շրջանակ կամ մի խնդրանք, մի ձեռնարկ, որ առաջարկեն Ժանին նվագելու և Ժանը հանդես չգա։ Եվ օրի նման անհամբեր սրտատրոպ սպասում ենք ապագայի, անկախություն և այլն, ընդհանրապես Հայաստանի ապագայի մասին ամբողջ հայ ժողովուրդն է սպասում։ Եվ երկրում ապրողները և դրսում երկրից դուրս ապրողները, որոնք հոգով մասնակցում են, ու ցանկանում են, որ ապագան լավ լինի, և կյանքը ցույց կտա, ինչպես կընթանան ալեկոծությունները կյանքի։ Այն զգացի ինչպես ամեն մի հայ ըստ երևույթի, սարսափ, խորագույն տխրություն, հուզմունք և աննկարագրելի օրեր էին։ Ինչքան է որ մենք սրտով Հայաստանի ժողովրդի հետ ենք, միևնույն է, ինքը տեղացի ժողովուրդը ավելի տանջվեց, ավելի այդ սարսափը ապրեցին նրանք։ Ոչ ոք չի կարող նույն չափսի այդ խորությամբ հուզմունք ապրել, ինչպես որ ապրեցին տեղում ապրող ժողովուրդը։ Մենք էլ անշուշտ ամեն օր ռադիոն էինք լսում, արդյունքներով հեռուստատեսությամբ հետևում էինք և հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկն էր։ Հուսում եմ, որ դա կամաց-կամաց կշտկվի, արդի ցանկալի է ոչ թե կամաց-կամաց, այլ շատ ավելի արագ։ Թանգարանը վնասված էր,
ամբողջ հիշողությունների հետ կապված բանը շատ բարձր եմ գնահատում, մեր ժողովրդի պարծանքն է Մինասը, բարձ տղա էր, բարձր հոգով, մի խոսքով Մինասն էր։ Վարպետ առանցք էր, մենք հավաքում ենք իրեն շորջը, այդ շրջանը վերելքի շրջան էր։ Եվ իսկապես այսօր, որ հետադարձ հայացքով նայում ես, թե ինչ տեղի ունեցավ 60-ական թվականներին, ինչպես կոդրվեց այդ քարացած պաշտոնական արվեստը եւ միանգամից ոգեղեն շունչ մտավ հանձենս Մինասի, եկավ Հակոբ Հակոբյանը, Մարտին Պետրոսյանը, Էլիբեկյան նկարիչները, ճութագահաների մեջ Ժանը, Տիգրան Մանսուրյանը, Հենրիկ Գեգետյանը, արվեստաբան եւ բնազդորեն է եղել այդ բոլորը։ Այդ հավաքվածը միասին նկարվելը, միասին գործելը, անընդհատ իրար տեսնելը, գիշեր չքնանալը, մինչև լույս կողքի նստելը, դրանք բոլորը ինչ-որ ներքին ձգտումներով եղել։ Այսօր ուրախալի օր է, որ գտնվում եք մեզ մոտ և մենք շատ երջանիկ ենք, դու մերն ես եղել, ճիշտ է, հիմա հեռացել ես, բայց նորից մերն ես, դեռ կրկնակի ես մերը, առողջությունը բարգանում, հրադարձը հաջող լինենք, բոլորին աստվածա, մեր երջանությունը բոլորիս է, մենք բոլորս երջանիկ ենք, մեր այդորդի կնացել է, այո, շնորհակալ եմ, Ինչ սխալով պիտի բերել չբերեցին, սրաժի կարկաս վերցրեցից չտրի, երկրանը վերցրեց տվիրեց ուրիշի։ Տնագիտը որ բարի ագարում է, ասել շեխան գողից եմ նավերում, կեզ։ Դա բարիս գնում է, կուկազում է չի իրապարդ։ Մենք հաշվում են, որ կողել խամատ ես։ Թե որպես շատ չի կարնի սուրջ։ Հետորի սուրջ վա դրավ ինչ եմ կաշետի։ Ինչպես ես, լավ ես? լսի գիտես կշա պորջեցի չերը ստացու։ Այո, ամեն ինչ լավ է, ձեզ ոտ ինչպես ես։ Դու հացում Երևանում ինչ նորություն է։ Երևանում ինչ նորություն կա։ Այո։ Կգամ, եկող տարի երևի կգամ, աշխատեմ անպայման գար, ես էլ կարող եմ։ Եվ Մարտինչա, բոլորի շատ կդարել ես, Արժիկին, երեխաների, բոլորի մամայի։ Եղավ, հաջող, ես ես նորից զանք կտամ, ամեն ինչ լավ է, եղավ, համպուրում եմ։ Մարտին Երիցյանը կամ Մարտինը, որ մեր ընկերն է և շատ կապված ենք իրեն հետ, Ժանի հետ Մարտինի մտերմությունը գալիս է երաժշտական աշխարհից և հատկապես կոնսերվատորիայից։ Նախ
որ ինքը ջութակի վարպետ է, երբ որ հանգած ջութակը մի փոքր իրեն չի արձագանքում, անմիջապես վազում է Մարտինի մոտ։ Որը Մարտինը իր այն աշխատասենյակը, որ դա ջութակ է պատրաստում, այն պատշգամբը, որ թութի ծառին է նայում, դա այն մտնոլորտ է, որ Ժանը շատ է սիրում։ Եվ ինքը այնտեղ գնում էր ճիշտ իր ընկերական ամենահաճելի ժամերը անցկացնելու։ Երևան գալիս ես հասկանում ես, պարվում ես, պիտի գամ բանել կեզ տանեմ Նայմա, դիտաղում ինա ու վեշի է տաղում, Աշկոս, կարգին կծի զարով Շշուվեշ Գալիս ես Ֆրանսը էրյա Բորջավ կաղարա Չկա Այո Գիտեի, չէ հենց էստեղ Շոտ Գնագարի Գիտացեք որ հաշի ու գայնագրեք Չված չկա Դատոս տեղ կաջա Ջիլայնու Բաղթըք բերում Բաղթըք բերում հան ես անում Ճիշտ խաղա ես անգամ Իրը պետու բաննի սովրացնի Մասսիլը գնշանագի բան չէ, մաս Նարդի լեզով գնշանագում է մաս Դու մինչև ես բրբլա, դու չկամն ես մեկել մի ժամանակ Մինչև վերջը տենց շարունակի Ասից բուա գալի ժանի մեջ, գիտես միշը Ստեղծագործական մոմենտը Ինքը ասում է ոգին է Գելայի ստեղծագործական մոմենտ Ինքը ճիշտ է, թե տարվում է, բայց ստեղծագործում է Հասկանում է, ստեղծալաշ Ոգին է միայն, որ եթե փչի ավազի վրա Ինչ կարող է անել ստեղ ձուկերի Ինչ տանջող ծավ ամեն մեկի մեջ մերնող մոցածն է Մերած մոցածն է, լավ չեն իշնում Սրանում ենք Բայց ես ամենից ավելի գնահատում եմ Ժանի մեջ պարդվելուց հետո տրամադրությունը չկցելու հատկությունը Խաղի ժամանակ անընդհատ ինչպես երաշտականը գործ է նվագում, անընդհատ ինչ-որ նոր բաներ է հնարում, ինչպես միշտ իր սկզբունքով էր կյանքում։ Եվ հիշում եմ մեկ անգամ, երբ լեյնականում խմերգ էր տալիս, եւ Մոցարտի չորրորդ կոնցերտը Ժանը պիտի սկսեր նվագել, անմիջապես լույսը կտրվեց։ Եվ հանգած այդ մթության մեջ Նիգել սկսեց վախի չակոնալ։ Եթե այդ բան օրինակ տեղի ունենար մի ուրիշ երաժշտի հետ, աշխարհում որևէ տեղ, այդ մեկ փաստ արդեն մեծ անակնկալը բավական էր, որ երաժշտին միանգամից համբավավոր դարձներ։ Ժանը այդպիսի անակնկալների մարդ էր, անսպասելի բաներ կարող էր անել, անսպասելի։
Մի խոսքով ստացվում եմ անհամբեր և նորից Երևան գամ, մի քիչ ման գալ քաղաքում, մի քիչ որտեղ անցյալ անգամ բոլորովին ժամանակ չունեցա, անընդհատ զբաղված էի և շուտ վերադարձա, ամենից հետո ժամանակ չեղավ։ Միայն ընկերտ հրաշալի օրն է, որ Վարդանը տարա մեզ քաղաքից դուրս, հրաշալի Հայաստանի բնության մեջ, աշնանային հարազատաշունը, Հայաստանի գույները։ Մի խոսքով շատ կարոտում եմ։ Կարոտը ուժեղ բան է դա, ուժեղ զգացողություն է, որ չի բացատրվում, չի մանրացվում, ամեն ինչ է մտնում կարոտի մեջ։ Ժանը մասին կարելի է շատ երկար պատմել, և մեր բաղցանքն է, որ Ժանը շատ ավելի ճանաչված դառնա աշխարհում։ Բայց գիտեք, ազգի մեծերը իրենց ազգի նման են։ Ես այսպես կարող եմ բացատրել։ Ըս բոլորին պետք չէ համաշխարհային ճանաչումը, բայց պետք է այն պահը, որ երբ հանդիպում ես այդ նվագի հետ, ներքին մի անբացատրելի հարստությամբ ես լցվում, Եվ գիտակցում ես, որ այս մենակ կանգնած բեմի վրա ժողովրդի առաջ նվագողը քեզնից է քո մի կտորն է։ Համենայն դեպս Ժանը կա և մեր գիտակցության մեջ գոյություն ունի Ժան ըմբռնողությունը, և եթե այսօր մեր ջութակային արվեստը ինչ-որ չափով ճանաչվում է և առաջ է գնում, դրա մեջ և Ժանի լուման կա, Ժանի ոգին կա։